Ամենակարող Տեր, իմ սիրող Հայր, այս նոր օրվա լուսաբացին ես գալիս եմ քո առջև շնորհակալ սրտով, լի երախտագիտությամբ եւ խոնարհությամբ։ Գոհ եմ քեզանից, որ նորից բացել ես իմ աչքերը տեսնելու այս օրվա լույսը, շնչելու թթվածինը եւ զգալու քո անսահման ողորմությունը։ Շնորհակալ եմ, որ ես դեռ այստեղ եմ քո ստեղծած աշխարհում, ապրելու, սովորելու, սիրելու եւ ծառայելու քեզ։ Տեր, թող այս օրը լինի ոչ թե պարզապես հերթական օր, այլ հնարավորություն ավելի մոտենալու քեզ, հասկանալու քո կամքը եւ կատարելու այն սրտի ուղղությամբ։ Տեր, ես գոհ եմ քեզանից այն ամենի համար, ինչ ունեմ, նույնիսկ այն բանի համար, ինչը չունեմ, որովհետեւ գիտեմ ամեն ինչ իմ կյանքում քո կամքով է եւ ես վստահում եմ քեզ։ Երբեմն մոռանում եմ երախտագիտություն հայտնել փոքր բաների համար, բայց այսօր ուզում եմ ասել շնորհակալ եմ ամեն շնչի, ամեն ժպիտի, խաղաղ պահի եւ նույնիսկ ամեն դժվարության համար, որովհետեւ հենց այդ փորձությունների մեջ ես տեսնում եմ քո ուղղորդող եւ զորացնող ձեռքը։ Դու ես իմ ապավենը, իմ հույսը եւ իմ խաղաղությունը։ Տեր, շնորհակալ եմ իմ ընտանիքի համար, շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր ինձ սովորեցրել են հավատալ քեզ, ընկերներիս, ովքեր կանգնած են կողքիս, եւ այն մարդկանց համար, որոնց հանդիպում եմ ամեն օր, անգամ եթե նրանց ներկայությունը ժամանակավոր է։ Իմ կյանքում չկա պատահականություն, ամեն հանդիպում, ամեն խոսք, ամեն պահ քո ծրագրի մասն է։ Օգնիր ինձ ընդունելու ամեն բան հեզությամբ, սիրով եւ հավատով, հասկանալով, որ քո ճանապարհները վեր են իմ ճանապարհներից։ Այս նոր օրը ես քեզ եմ նվիրում, Տեր։ Թող իմ խոսքերը լինեն մաքուր, իմ մտքերը բարի եւ իմ գործերը արդար։ Թող ես այս օրը ապրեմ ոչ թե իմ կամքով, այլ քո։ Երբ ես սկսեմ գործել, հիշեցրու ինձ, որ ոչ թե ես եմ առաջնորդը, այլ դու։ Երբ խոսեմ, թող իմ շուրթերից հնչի ոչ թե դատողություն կամ դժգոհություն, այլ շնորհք, քաղցրություն եւ բարի խոսքեր։ Երբ քայլեմ, թող իմ ոտքերն ընթանան քո ճամփաներով։ Տեր, այս նոր օրվա մեջ ես ուզում եմ ունենալ խաղաղ սիրտ։ Երբ փորձությունները գան, հիշեցրու, որ դու ես իմ ապավենը։ Երբ մարդիկ ասեն բաներ, որոնք ցավեցնում են, հիշեցրու, որ իմ ինքնությունը գալիս է քո խոսքից, ոչ թե մարդկանց կարծիքներից։ Երբ հոգնեմ, հիշեցրու, որ դու ես տալիս նոր ուժ, ինչպես ասված է Եսայա մարգարեության մեջ, բայց նրանք, որոնք հույս են դնում Տիրոջ վրա, նոր ուժ կստանան, կսլանան ինչպես արծիվներ, կվազեն եւ չեն հոգնի, կքայլեն եւ չեն տկարանա։ Տեր, թող այս օրը լինի ուրախության օր, ոչ այն ուրախության, որը կախված է նյութական բաներից, այլ այն ուրախության, որը բխում է քո ներկայությունից։ Թող իմ հոգին այսօր հիշի, որ նույնիսկ մթության մեջ կա լույս, եւ այդ լույսը դու ես։ Շնորհակալ եմ, որ քո ողորմությունը նոր է ամեն առավոտ, եւ քո հավատարմությունը հավերժ է։ Ինչպես ասվում է Սաղմոսներում, այսօր այն օրն է, որ Տերը ստեղծեց, ուրախանանք եւ ցնծանք նրանում։ Տեր, ես աղաչում եմ, օրհնիր իմ աշխատանքը, թող այն լինի փառս քո անվան, ոչ թե իմ մեծարման։ Թող ես աշխատեմ ազնվությամբ, հավատարմությամբ եւ սիրով։ Թող իմ ձեռքի գործը օրհնություն բերի, բայց ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեվոր պտուղներ։ Թող մարդիկ, ովքեր տեսնում են իմ կյանքը, քեզ ճանաչեն դրանում։ Թող ես լինեմ քո սիրո արտացոլումն այս աշխարհում, որտեղ շատերը մոռացել են սերը։ Տեր, օրհնիր իմ ընտանիքը, թող մեր տունը լինի խաղաղության տուն, որտեղ խոսում են սիրով, ոչ թե բարկությամբ։ Թող մեր սեղանին միշտ լինի հաց, բայց առավել կարևոր քո խոսքի հացը։ Թող մենք միասին աղոթենք, ծիծաղենք, հաղթահարենք դժվարությունները եւ լինենք միաբան քո մեջ։ Թող յուրաքանչյուր վեճ կամ անհամաձայնություն լուծվի սիրով եւ ներողամտությամբ։ Թող իմ սիրտը միշտ պատրաստ լինի ներելու, ինչպես դու ես ներում ինձ։ Ես աղոթում եմ նաև նրանց համար, ովքեր այսօր տխուր են, մենակ կամ կորցրել են հավատը։ Թող նրանք զգան քո Սուրբ Հոգու ներկայությունը,
որը մխիթարում է, վերականգնում եւ բժշկում։ Թող այս օրը դառնա նրանց համար շրջադարձ դեպի լույսը, հույսը եւ դեպի Աստված։ Օգնիր ինձ լինել օրհնություն նրանց համար, ում կհանդիպեմ։ Թող իմ խոսքը կամ ժպիտը մեկի համար դառնան սփոփանք եւ հույս։ Տեր, շնորհակալ եմ, որ լսում ես իմ աղոթքը։ Գիտեմ, դու լսում ես ոչ թե այն պատճառով, որ ես արժանի եմ, այլ որովհետև դու սիրող հայր ես։ Քո ողորմությունն անսահման է եւ քո սերը անփոփոխ։ Թող այսօր հիշեմ, որ ոչինչ չի կարող ինձ բաժանել քո սիրուց։ Ինչպես գրված է Հռոմեացիներին 8:38-39 խոսքերում. ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները եւ ոչ իշխանությունները, ոչ ներկա բաները եւ ոչ ապագայի բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որևիցե այլ բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ Քրիստոս Հիսուսում է։ Տեր, օգնիր ինձ ապրել խոնարհությամբ։ Երբ հաջողությունները շատանան, հիշեցրու, դու ես տվել դրանք։ Երբ մարդիկ գովեն, հիշեցրու, ամբողջ փառքը քոնն է։ Երբ ես ընկնեմ, հիշեցրու, դու ես բարձրացնողը։ Երբ մոլորվեմ, հիշեցրու, դու ես իմ լույսը։ Թող այսօր ես ապրեմ քո ներկայության գիտակցությամբ, ամեն քայլի մեջ տեսնելով քո ձեռքը։ Հայր, ես քեզ եմ վստահում իմ օրվա ամեն վայրկյանը։ Եթե ճանապարհից լինեն անսպասելի բաներ, թող իմ սիրտը չվախենա։ Եթե բախվեմ դժվարության, թող հիշեմ, դու ես իմ ամուր ապավենը։ Եթե ամեն ինչ ընթանա հանգիստ, թող չմոռանամ քեզ գոհություն հայտնել։ Թող ոչ մի բան այսօր չխլի իմ խաղաղությունը, որովհետև այն հիմնված է քո խոստման վրա, ոչ թե իմ զգացմունքների։ Տեր, շնորհակալ եմ քո Սուրբ Հոգու համար, որն ինձ ուղղորդում է։ Ով ինձ ուղղորդում է։ Թող ես լսեմ նրա մեղմ ձայնը եւ հետևեմ նրան։ Երբ հպարտությունն ուզում է բարձրանալ, թող Սուրբ Հոգին ինձ հիշեցնի խոնարհվել։ Երբ ես ուզում եմ բարկանալ, թող նա հիշեցնի ներել։ Երբ ես կասկածեմ, թող նա հիշեցնի հավատալ։ Եվ այսօրվա վերջում, Տեր, երբ արևը մայր մտնի, թող իմ սիրտը լի լինի գոհությամբ։ Թող ես կարողանամ ասել. Տեր, ես արեցի այն, ինչ կարող էի։ Մնացածը թողնում եմ քո ձեռքերում։ Թող գիշերվա խաղաղության մեջ ես գամ քո ներկայությունը եւ քնեմ խաղաղությամբ, իմանալով, որ դու հսկում ես ինձ։ Շնորհակալ եմ, Տեր, այսօրվա համար, այս կյանքի համար եւ ամեն շնորհքի համար, որ պատրաստել ես ինձ համար։ Թող ամեն բան, ինչ անում եմ այսօր, լինի քո փառքի համար։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։